Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 17-ի համար։ Տեսնենք բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 17-ին։ Այդ օրը բավականին աշխույժ կլինեք, շատ գործեր կանեք, կհասցնեք, նաև ճանապարհ կգնաք կամ շատ կլինեք ճանապարհներ կամ այդպես մեկ երկար ճանապարհ կգնաք։ Հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, կարող ինչ-որ բաներ պատվիրել, որպեսզի բերեն տուն։ Նաև սա մեկ ակնթարթ այդպես ծանոթություն է դրսում, կամ դուք կփորձեք ծանոթանալ, կամ ձեզ հետ կփորձեն ծանոթանալ այդ օրը։ Բայց դա երկար չի տևում, հա, այդ ծանոթությունը մի տեսակ ոնց որ դրսում ծանոթացաք, դրսում այդպես ու վերջ։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Նամակագրական կապի մեջ եք լինել ուղղակի այդ տղամարդու հետ, կամ իրենից նորություն կլսեք, ինչ-որ փաստաթուղթ կարող է բերի տա ձեզ, կամ դուք տաք իրեն, կամ ծրար է ինչ-որ։ Եվ այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նոր ընկերներ են, նոր ընկերական շրջապատ եք մտնում, կամ նոր մարդկանց հետ եք ծանոթանում, ովքեր կդառնան ձեզ ընկեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 17-ին։ Այդ օրը պետք է ուշադիր լինեք սուր գործիքներից։ Նաև ինչ-որ կտրուկ կփոխեք, ոչ է մի բան, կտրուկ սա ինչ-որ մեկից բաժանվել եք, կտրուկ ինչ-որ բան ձեր կյանքից հանելն է, հիմքից, հա, հիմքից կարող եք ինչ-որ մի բան հանել ձեր կյանքից, ինչ-որ մի բան փոխեք ձեզ մոտ, բայց այստեղ գիտեք, ավելի շատ այդ կտրուկ քայլը ձեզ մոտ բերում է ավելի շատ կայունության, այսինքն այն ինչ որ դուք կանեք այդ օրը կտրուկ քայլ հիմքից ինչ որ մի բան կհանեք ձեզ մոտից, դա ձեզ կբերի կայունություն ուղղակի, ավելի լավ պահեր, քան առաջ էր։ Նաև սա կարող է իրոք ինչ որ մեկից եք հեռանում, որ անընդհատ ձեզ տանջում էր եւ ի վերջում ձեր հանգստանում եք, հա, կայունություն է մտնում ձեր կյանք, գիտեք ինչ, ոնց, ինչպես։ Եվ այդ օրը շատ ճանապարհներին կլինեք, այս ու այն կողմ կգնաք, նաև կարող եք տրանսպորտի միջոց գնել, ձեր գործերը փորձեք առաջ տանել, առաջ մղել այն ինչ որ կար, այդպես այն ինչ որ մնացել էր, դրանք առաջ տանեք։ Եվ ոմանց համար սա տեղափոխություն է, մեկ այլ քաղաք, մեկ այլ երկիր, այնպես ինչ որ ճանապարհներին շատ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, նայեցեք։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 17-ին։ Այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, որևիցե ոլորտ ձեզ մոտ կկայունանա, կնորմալանա, կզգաք, որ այդ ոլորտի համար այլևս չեք անհանգստանում, կամ պետք չի անհանգստանալ։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Մի քիչ կամ խորամանկ անձնավորություն է, կամ մի քիչ նաև կարող է լինել խաբեբա, այդպես ուշադիր եղեք այս տղամարդու հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 17-ին։
Այդ օրը մի քիչ դժվարություններ կան, դժվար պահեր կան, դժվար կարող է անցնել այդ օրը։ Նաև ճակատագրական որևիցե պահեր կան։ Այստեղ տեսնենք ինչն է դժվարությունը, ոնց որ մարդու ուսերին է ամեն ինչ եւ նա պետք է անի ամեն ինչ։ Կարող է պետական հիմնարկության հետ է կապված կամ ձեր շրջապատող մարդկանց, ոնց որ ամեն ինչը դուք պետք է անեք, դուք պետք է օրինակ եթե գնում եք դե հանգստանալու օրինակ ձեր շրջապատի հետ, դե կիրակի է օրը, եւ ոնց որ ամեն ինչը ձեր վրա խորոված է արա, չգիտեմ ինչ, ոնց որ դժվարությունները ձեր վրա։ Նաեւ այստեղ ոնց որ ասում են կարմայական այստեղ պահեր կան, որտեվ սա Աստված է, սա դիեզերքն է եւ նաեւ դժվարությունը գալիս է երկնքից, որովհետեւ դուք հաղթահարեք։ Կամ ձեր կատարածի դիմաց է գալիս սա։ Սա փորձություն է, սա դժվարություն է մարդու կատարած գործերի համար։ Եվ նաեւ այն որ անեք հաջողությամբ կընթանա եւ կկարողանաք այդ խնդրից դուրս գալ, կկարողանաք այդ դժվարությունից դուրս գալ, ամեն ինչ նորմալ կլինի։ Ընդհանրապես Աստված մեզ այնքան չափով է փորձություն տալիս, որ մենք հստակ կկարողանանք, գլուխ անել, դա ինձ ավել երբեք չի տալիս, եթե ավել է տալիս, եթե խնդրես կնվազեցնի։ Նաև դե ամեն ինչ այդ օրը հաջողությամբ կանեք, յուրաքանչյուր բան։ Եվ այդ օրը ոմանք այցելեն բժշկական կենտրոն կամ վարսավիրանոց, այնպես կամ գեղեցկության սրահ։ Նաև ձեր ծնողներին կարող եք այցելել, տեսնել, ձեր ծնողների հետ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 17-ին։ Այստեղ սուր գործիքներով պետք է զգույշ լինեք։ Նաև գիտեք, այստեղ կարող եք կտրուկ փոխել մազերի երանգը, կտրուկ փոխել ոճը, ինչ-որ մի բան ձեզ վրա, ինչ-որ առողջության հետ կապված, ինչ-որ մի բան այսպես կտրուկ կարող եք փոխել։ Նաև ուշադիր եղեք այդ օրը սուր գործիքներով աշխատելուց, նաև վեճից, որովհետև կարող եք վիճել եւ ինչ-որ մի բան հիմքից քանդել, հա, փոխել, հանել ձեր կյանքից, որտեղ սա որ մաքրում է այս գործիքը, ովքեր որ նման գործիքով աշխատում են, լավ գիտեն, հա, մաքրելուց ինքը հիմքից է մաքրում եւ հետո պետք է նորից սկսես ինչ-որ մի բան։ Նույնն էլ սա բաժանումը կամ հեռացումը հիմքից, հա, առանց հետքերի եւ այլն, յուրաքանչյուր բան դրա համար այստեղ պետք է ուշադիր լինեք ձեր քայլերում։ Ուղղակի մարդը կարող է հիմքից ինչ-որ մի բան փոխել, ոնց որ մազերը հիմքից այդպես լավ կարճացնում են, մազերի գույնն են այնպես փոխում, որ իրոք մարդը դիմացինը նայում զարմանում է, այսպես կտրուկ փոփոխություն է սա։ Եվ կարող է ասեղներով ոչ գործողություններ եք անում, ինչ-որ բաներ են նայում ձեզ վրա կամ ինչ-որ գործողություններ եք անում։ Նաև այդ օրը ոմանք կգնան բժշկական կենտրոն, ոմանք կգնան գեղեցկության կենտրոն, ծնողների հետ կլինեք, նաև ընտրության առջև կանգնած կլինեք։ Ինչ-որ բան է մեկ, ինչ-որ մարդկանց համար դա կարող է շատ լուրջ ընտրություն լինի, ոմանց համար ուղղակի հագուստի կամ գնումների, ինչ-որ բաների մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 17-ին։ Այդ օր ուշադիր եղեք պետ ավտոտեսուչներից, որպեսզի չհանդիպեք, չբախվեք իրար։ Նաև եթե ինչ-որ խնդիր կունենաք, ապա ձեզ կաջակցեն, ձեզ կօգնեն։ Դուք ուժ կունենաք ինչ-որ բաները անելու, ավարտելու համար այդ օրը։ Նաև շատ զրույց կունենաք տարբեր մարդկանց հետ, դա կարող է լինել կամ ինչ-որ քննարկում ոչ թե մեկի հետ, կարող է պես պետական աշխատողի հետ նստած քննարկում եք ոչ թե բաներ։ Նաև լեզվակռիվ է, դա կարող է լեզվակռիվի մեջ մտնեք եւ բամբասանք է, լսել, որ ձեր մասին բամբասում եք եւ
ուժա պետք դիմանալու համար։ Եվ այդ օրը ոմանք այցելեն գեղեցկության սրահ, ոմանք ոչ բժշկական կենտրոն, նաև ոմանք էլ իրենց ծնողների հետ կանցկացնեն օրը։ Գնաք ծնողներին տեսակցության։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 17-ին։ Գումար կամ կծախսեք, կամ նաև գումար կգա։ Գուցե գումարը ծախսում եք շատ կտրուկ, շատ անսպասելի, ինչ-որ մի բանի վրա տեսաք, հավանեցիք, գնացիք։ Նաև կարող եք գումար ծախսեք օրինակ վիրահատության համար, գումար ծախսեք ասեղով գործողություններ անելու համար։ Եվ այստեղ կարող է իրոք ամբողջ գումար ծախսեք։ Եվ դա պետք է զգույշ լինեք, եթե ունեք, տանը գումարը կարող եք այդպես ծախսել, բայց ընդ ասում է հազիվ կարող է մնալ տրանսպորտի գումար, եթե տրանսպորտով եք։ Եվ ուշադիր եղեք սուր գործիքներով աշխատելուց այդ օրը։ Յուրաքանչյուր սուր գործիք, որ կա։ Այդ օրը նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի, ինչ-որ մի բան կիմանաք, ոմանք ուսմամբ կզբաղվեն, կսովորեն, ոմանք էլ իրոք այդպես հիմքից ինչ-որ մի բան կփոխեք ձեզ մոտ, միգուցե ֆինանսական առումով է, ինչ-որ մի բան եք փոխում հիմքից, նաև կյանքի էջն եք այդպես փոխում։ Ամբողջովին ոնց որ նոր ինչ-որ մի բան եք սկսելու ձեզ համար։ Այստեղ վեճ է, նաև եւս էլի ուշադիր եղեք։ Ինչ-որ մի բան ամենայն դեպս նորովի պետք է սկսեք։ Այդ օրը վերջակետ կարող եք դնել ինչ-որ մի բանի։ Ինքը չնայած նորալուսնից հետո է, բայց դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 17-ին։ Շատ սեր, այդ օրը կարծես թե առիթի է, ոմանք առիթի են հստակ։ Շատ սեր կստանանք 4 բոլորից, 4 կողմից, նաև դուք շատ սեր կտաք մարդկանց։ Այդ օրը նաև սիրո խոստովանություն կարող են ձեզ անել, դուք անեք սիրո խոստովանություն, ձեր հարազատներին տեսնեք, իրենց հետ ավելի շատ լինեք։ Եթե աշխատում եք այդ օր աշխատանքի վայրում եւս, ոնց որ ավելի շատ սեր։ Դա հասարակական կյանքն է, ոմանք հասարակական կյանքով կզբաղվեն, ավելի շատ կլինեն մարդկանց մեջ, ոչ այգիներում կամ սոցհարթակում, այնտեղ ավելի շատ կանցկացնեք եւ շփումը մարդկանց հետ ավելի շատ կլինի։ Նաեւ դա առիթ է, ծնունդ, կնունկ, դե հարսանիք չեն անում, ինչ որ մի առիթ։ Եվ բավականին ուժ կունենաք այդ օրը յուրաքանչյուր բանին դիմանալու համար, նաեւ դա պետք է զգուշնեք, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչներին, հատկապես եթե առիթ է եկող, 1-2 բաժակ էլ խմել, հետո այդպես չկարողանաք, կանգնացնեն, արդեն ստիպված լինեք կամ գումար վճարել կամ տուգանք գրեն։ Նաև պետական աշխատողներին ուղղակի կարող եք հանդիպել այդ օրը, թե ինչ-որ օգնության կարիք կունենաք, ինչ-որ մեկը ձեզ հաստատ կօգնի։ Այստեղ նաև ոմանք կարող են գնալ բնության գիրք, այդպես նոր աչքովս եկավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 17-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նոր ընկերներ ձեռք կբերեք այդ օրը։ Նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի, ոմանք ուսմամբ կզբաղվեն։ Այդ գաղտնիքը կարող է ձեզ համար նոր կյանքի իմաստ լինել, նոր հնարավորություններ։ Նաև ձեզ շրջապատող մարդկանց մասին ոչ է մի բան իմանաք այդ օրը։ Եվ ոմանք դե ուսմամբ կզբաղվեն, կսովորեն, ոմանք կփոխեն իրենց կյանքի էջը եւ իրոք ինչ-որ մի նոր մի բան կմտնի ձեր կյանք,
եւ նոր ձեր կյանքը իմաստ կստանա, ավելի հասուն կմտածեք, ավելի ուրիշ ձև կնայեք ամեն ինչին, յուրաքանչյուր բանի այստեղ մարդը ավելի հասուն է դառնում, ավելի խելացի է դառնում, դուք էլ կզգաք, որ այդ դեպքում, օրինակ եթե գաղտնիք է բացահայտվում, այդ դեպքում առաջ ուրիշ կերպ կարձագանքեք, հիմա մի տեսակ ավելի ուրիշ եք, ոնց որ էլ չի հետաքրքրում կամ ինչ-որ բան է։ Նաև Աստված է ձեր կողքը, ձեզ աջակցում է այդ օրը։ Լավ շրջապատում կլինեք ձեր հարազատների մեջ կարող լինեք կամ անգամ պետական հիմնարկության աշխատողների մեջ լինեք կամ ավելի մեծահարուստ մարդկանց շրջապատում լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 17-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարիքով անձնավորություն է, տեսնենք ով է, կարող է նաև պետական է, ինքը թագը գլխին է, դա և պետական է, և մեծ մարդ, մի փոքր խորամանկ մարդ է, խաբե մարդ է, պետք չի այդպես գլխի կոլոր իրեն վստահել, այստեղ ուշադիր եղեք։ Նաև այդ օրը հանդիպում շփում կունենաք ձեր ծնողների հետ կամ իրենց հետ կանցկացնեք օրը։ Նաև ոմանք այցելեն բժշկական կենտրոն, ոմանք գեղեցկության սրահ կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե իրոք այստեղ Վարսավյանոցում ստանում եք այն, ինչը որ ձեզ համար զարմանալի էր, ինչ ուզում էիք ստանալ, այդպես Վարշավիրը ստանում է։ Նաև ճակատագրական վաճառ պահեր կլինեն, ինչ որ քայլ եք անում այստեղ ճակատագրական, միգուցե առողջության հետ է կապված, միգուցե մեկ այլ կարող ծանոթություն է ճակատագրական։ Միգուցե այնպեսի մի տեսք եք ստանում, որ փայլում եք, բոլորը ձեզ են նայում։ Եվ ոմանք կգնան օտար երկիր, ոմանք նաև այնտեղից ոչ էլ լուր կլսեք, եթե հարազատ բարեկամներ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 17-ին։ Որից է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, նաև ոմանք կսովորեն ինչ-որ բաներ, միգուցե YouTube-ից եք սովորում, միգուցե մեկ այլ տեղից եք սովորում, նաև կփոխեք ձեր կյանքի էջը, կփորձեք նորովի ապրել, նոր ձևով, նոր բաներ անեք, ոմանք կայցելեն իրենց ծնողներին, ոմանք գեղեցկության սրահ, ոմանք ոչ առողջության կենտրոն, կողմնել կոսմետոլոգի մոտ կամ նման ինչ-որ տեղ։ Եվ ընտրության առջև եք կանգնած լինելու։ Միգուցե մազերի հետ է կապված, ինչ ներկեք, ինչ գույն կամ ինչ կտրեք, կամ սա շատ լուրջ ընտրություն է, կամ նաև կարող է հագուստի մեջ եք ուղղակի սովորական ընտրություն, հա։ Բայց ընտրություն կլինի։ Գնեմ սա թե ոչ, դա եւս այդպես է կարող է լինել։ Այսքանը ձեզ համար կարող գնաք Վարշավիրանոց, ասեք, չգիտեմ, մազես ինչ գույներ կեմ խորհուրդ տում, այսպես։ Ու չկարողանաք ընտրեք երկար ժամանակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 17-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, միգուցե նաև ցուցակ եք կազմում, փաստաթղթերն եք դասավորում, ավելորդ փաստաթղթերն եք հանում, թափում։
Գուցե դրամապանակի մեջ լիքը այդպես կասայից թղթեր կան, ոնց որ իմ մոտ է ժամանակ առ ժամանակ լինում, կասայից չի, որ ինչ-որ բան ես գնում հատուկ գործի համար, այդ թուղթը վերցնում եմ, պահում եմ, որ դե ժամկետ ունի, բնական է այնտեղ, հետո որ հետ տանես, սարքել տաս եւ այլն։ Նման բաներ, ահա դրամապանակից մեջ է լինում, հետո դե չի կարելի։ Ովքեր որ չգիտեն, նշան, որ չի կարելի դրամապանակում նման բաներ ունենալ։ Ժամանակ առ ժամանակ դնում սկսում եմ մաքրել, հանել բոլորը եւ հատուկ տեղ պահել։ Այդպես է, կարող դուք էլ եք այդ օրին։ Դուք էլ եք այդպես մաքրում դե դրամապանակը կամ ինչ որ մի տեղը։ Նաեւ այդ օրը ուշ կունենանք ինչ որ հարցում, ինչ որ հարցին նաեւ դիմակայելու համար։ Նաեւ դա կարող է լինել օգնություն, ինչ որ մարդիկ ձեզ օգնեն։ Եվ եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք, պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Եթե նայում եմ ուղղակի տեսան դուզ ուզում հասկանալ խավարում է ընթացքում, թե ուղղակի ինչ որ բան այնպես չէր։ Եվ այդ օրը ոչ է գախնիկ կան, հա չէ, լավ է։ Վախեցա, որտեղ ես չեմ տեսնում ինչ վերև, հա չեմ տեսնում խավարում է տեսանյութը, թե ոչ։ Նաև այդ օրը ոմանք կսովորեն, կզբաղվեն գիտելիքներով, նաև ձեր կյանքում ոչ մի բան կփոխեք, որոշեք ինչ-որ մի բան ուրիշ ձև անել, ուրիշ ձև ապրել, ուրիշ ձև սկսել, ինչ-որ բանին ուրիշ ձև կնայեք, հա ոնց ասեք, ով վերջ, արդեն ես սրան այսքան չեմ տանջվի, դե չկա այսպես, հա ուրիշ ձև կսկսեք արդեն ինչ-որ մի բանին նայել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրը մաղթում։